Եկեղեցական պսակն այն խորհուրդներից է, որ այսօր գրեթե բոլոր ամուսնացող զույգերի հարսանեկան արարողության պարտադիր մաս է կազմում։ Հաճախ, ինչպես հոգևորականներն են փաստում, պսակի խորհրդին արժանացող զույգերի համար եկեղեցական ծեսը սովորույթի ուժ է կրում։ Շատերը եկեղեցի են մտնում առանց լրջորեն անդրադառնալու պսակի խորհրդին եւ այն պատասխանատվությանը, որ ստանձնում են ողջ կյանքի համար։ Քրիստոնեական, բարոյական արժեքների բացակայության եւ գիտակցության նաեւ բացակայության հետևանք է, որ այսօր մեր ազգային ավանդական հայկական ընտանիքում արկա են ընդհանուր մինչեւ անընդունելի ամուսնալուծություն, ամենատարբեր նյութական եւ փոքրիկ այդպես պատճառներով։ Ուրեմն ես եթե ուզենամ համեմատել ամուսնության խորհուրդը անքակտելի եւ անլուծանելի խորհուրդը, կարող եմ ասել ամուսնությունը նման է այն կամուրջի, որ անցար եւ հետևիցդ այրվեց։ Մատթեոսի ավետարանի 19-րդ գլխում Քրիստոս ամուսնության մասին ասում է խոսքեր, որոնք դարձել են պսակի խորհրդի առանցքը։ Այն, ինչ օրհնեց Աստված, մարդը թող չբաժանի։ Հայ առաքելական եկեղեցին պսակվող զույգերի համար հաստատել է նաև նշանդրեքի արարողությունը։ Այն զույգին հնարավորություն է տալիս մինչև ամուսնությունը ավելի լավ ճանաչել իրար, հետո միայն արժանանալ պսակի խորհրդին։ Պսակադրության արարողության ընթացքում նորապսակները աղոթքի եւ օրհնության միջոցով ստանում են Սուրբ Հոգու շնորհները, որպեսզի այդ երկուսի միասնությունը դառնա որպես անխախտ մի դաշինք եւ այստեղ երկուսը դառնում են մեկ եւ բնականաբար եկեղեցի հաճախող եւ պսակադրության խորհրդին մասնակցող նորապսակներին պետք է առաջներտին խորհուրդ տրվի, որ նրանք այդ հարցին մոտենան մեծ լրջությամբ, ուխտը, որ կատարում են Աստծո եւ Տիրոջ առաջ, որ ես Տեր եմ եւ ես հնազանդ եմ, իրենք պարտավոր են ողջ կյանքի ընթացքում հետեւել այդ անխախտ դաշինքին։ Պսակվող բոլոր զույգերը չէ, որ արարողությունից հետո գալիս են վկայական ստանալու։ Արարատյան հայրապետական թեմում օրինակ այս տարի արձանագրվել է շուրջ 200 ամուսնություն։ Իրականում, սակայն, պսակվածների թիվն ավելի մեծ է։ Հայտնի է նաև, որ բավական մեծ թիվ են կազմում ամուսնալուծությունները։ 2011 թվականին գրանցվել է ամուսնալուծության 776 դեպք, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 9.4%-ով։ Անշուշտ պատճառները կարող է արդարացված լինեն ամուսինների համար, բայց երբեք արդարացված չլինեն եկեղեցու համար։ Երբեք արդարացված չլինեն հասարակության համար, երբեք արդարացված չլինեն իրենց ընտանիքի անդամների համար։ Ի վերջո, մենք խաղում ենք երեխաների ճակատագրի հետ, մենք խաղում ենք հասարակության հետ, մենք խաղում ենք հոգևոր եւ հոգեբանական դաստիարակության, շեղման եւ տարաբնույթ խնդիրների հետ։ Եկեղեցին ամուսնալուծության համար մի քանի հազվադեպ հանդիպող հանգամանքներ է թույլատրելի համարում։ Երբ ամուսիններից մեկը դավաճանել է, իսկ մյուսն այլևս չի ցանկանում շարունակել ամուսնական կյանքը, երբ ամուսիններից մեկը 7 տարի անհայտ կորած է։ Հոգեկան կամ վարակիչ անբուժելի հիվանդության դեպքում նույնպես հնարավոր է ամուսնալուծություն։ Եթե ամուսիններն այս ամենի առկայության դեպքում համաձայնում են շարունակել իրենց միասնական կյանքը, ապա որևէ մեկը նրանց ամուսնությունը չի կարող լուծարել։ Հայ առաքելական եկեղեցին անհարկի ամուսնալուծություններից խուսափելու համար կարևոր նախապայման է համարում փոքր տարիքից երեխային քրիստոնեական արժեհամակարգով դաստիարակելը։ Պսակի խորհրդի մասին Հայր Վարդանի մեկնությամբ պատրաստված տեսաֆիլմը շուտով կարող եք դիտել մեր եթերում։ Հետևեք 7 խորհուրդ հոգևոր հաղորդաշարի թողարկումներին ամեն ուրբաթ։